երեխան չի կենտրոնանում։ Երեխան արագ է շեղվում դասաներից, նստում է 5 րոպե, հետո մի բան է հիշում, ոտքի կանգնում, գիրքը մոռանում է, ծանոթ իրավիճակ է։ Կենտրոնանալու կարող են խանգարել շատ գայթակղություններ, հեռախոս, խաղալիքներ, աղմուկ, սթրեսը կամ հոգնածությունը, քնի պակասը, անկանոն ռեժիմը եւ երբեմն ձանձրալի եւ անհասկանալի առաջադրանքները։ Նման դեպքերում ստեղծեք դասերի տարածք, փոքրիկ հանգիստ անկյուն, որտեղ հեռախոս, խաղալիքներ եւ տևական աղմուկ չկա։ Միշտ նույն տեղում դաս անելով ուղեղը սովորում է, որ սա կենտրոնացման տարածք է։ Դասերը բաժանեք մասերի։ 15-ից 20 րոպե դաս, հետո 5 րոպե ընդմիջում։ Ավելի լավ է կարճ, բայց որակյալ կենտրոնացում, քան 1 ժամ անընդհատ շեղվելով։ Նախքան դասերը կարելի է անել փոքրիկ շարժողական վարժություններ, թեթև ցատկել, քայլել, խորը շնչել։ Սա ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Խրախուսեք, ոչ թե դրգոհեք։ Ասեք, ապրես, որ փորձեցիր, ոչ թե դու չես կարողանում կենտրոնանալ։ Վստահությունը բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը։ Ուշադրության խաղեր խաղացեք։ Օրինակ, գտիր տարբերությունը նկարներում, հիշիր 5 բառ խաղը կամ ինչ է փոխվել սենյակում։ Այս խաղերն օգնում են հանգստանալ դասերից եւ կենտրոնացնել ուշադրությունը։ Երբ երեխան դժվարանում է կենտրոնանալ, առաջին քայլը նրան մեղադրելը չէ, այլ հասկանալը ինչ է խանգարում։ Թեթև փոփոխությունները ռեժիմի, միջավայրի, վերաբերմունքի կարող են իրականում մեծ արդյունք տալ։ Դժվարությունների դեպքում կարող եք դիմել կանահոգեբանական կենտրոնի մասնագետներին։